նպատակով ձեռք են բերել լուսացույցների, էլեկտրաէներգիա եւ համացանցի սնուցման լարերի բաժանարարների գտնվելու վայրերի վերաբերյալ տվյալները, պատվիրել եւ ձեռք են բերել պայթյուններ կատարելու եւ կրակոցներ արձակելու համար նախատեսված հազարավոր անվտանգ միջոցներ, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների անվադողերը վնասելու եւ տրանսպորտային շարժը կազմակերպելու տրանսպորտային միջոցների անվադողերը վնասելու եւ տրանսպորտային Ինչպես նաև տրանսպորտային միջոցների անվադողերը վնասելու եւ տրանսպորտային շարժը կաթվածար անելու համար պիտանի մետաղական սրածայր դետալներ, ասիկներ, տրանսպորտային միջոցների ապակիների եւ ճանապարհների նստելու նպատակով ներկեր եւ յուղեր, այդ միջոցները պահել են համապատասխան տաքսիստերում, շարունակել են հարվածային խմբերի ընդգրկող անձանց հավաքագրելուն ուղղված գործողությունները, միաժամանակ խմբերի ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ ունեցած ելույթներով վերջիններից վստահեցնելով, որ նախատեսվող գործողությունները հաջողության հասնելու միակ եղանակն են եւ վերջիններից հրահանգով իրենց հերթին միջոցներ ձեռնարկել խմբի անդամների զգոնությունը, պատրաստակամությունը, տրված հանձնարարությունը ցանկացած գնով կատարելու կամ համապնդելու ուղղությամբ։ Վազգեն Պետրոսի Գալստանյան եւ հանցավոր խմբի մյուս անդամները, այդ թվում Մովսես Շարբացյանը չեն կարողացել սկսել իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքների ահաբեկչության ու իշխանությունը անյուրացնելու Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ազգային ժողովի լիազորություններին համարդությամբ չնախատեսված եղանակներով տիրանալու օբյեկտիվ կողմը կազմող համապատասխան գործողությունների կատարումը ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից դրանք նախապատրաստելու փուլում բացահայտելու պատճառով։ Այսինքն Մովսես Ռուբենի Շարբացյանին մեղսագրվում են հանցանքներ, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 43-308 հոդվածի առաջին մասով եւ 43-419 հոդվածի առաջին մասով։ 2025 թվականի հունիսի 25-ին հսկող դատախազի որոշմամբ Արմեն Ռոբերտի Ալեքսանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ Վազգեն Գալստանյանը իր կողմից նախաձեռնված եւ ղեկավարվող սրբազան պայքար անվանումով շարժում իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված Հայաստանի Հանրապետության իշխանությունը ստանձնելու նպատակը 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակը դրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով եւ այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների Արմեն Ալեքսանյանի, Հայկ Շանազարյանի, Մովսես Շարբացյանի, Տիգրան Թոփալյանի, Լիդիա Մանթաշյանի, Հրայր Հակոբյանի, Կարո Կոմուշյանի, Արտուր Սարգսյանի, Իգոր Սարգսյանի, Արա Ռոստոմյանի, Արսեն Ղազարյանի, Արման Իսրայելյանի, Աղվան Արշակյանի, Միրան Մաղցուջյանի, Դավիթ Գալստյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու եւ իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ եւ գործիքներ, ինչպես նաեւ դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ, այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը զավթելու իրենց հանցավոր նպատակն իրագործելու նպատակով Վազգեն Գալստյանի եւ հանցավոր խմբի մյուս անդամները, այդ թվում Արմեն Ալեքսանյանը, պլանավորել են կատարել ահաբեկչություն, այն քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու եւ այլ ծանր հետևանքներ առաջացնելու նպատակով զուգորդված հանրապետական արարքներ, այդ կերպ նպատակ հետապնդելով ահաբեկել բնակչության շրջանում առաջացնել անկառավարելի վիճակ, կազմալուծել հանրային իշխանության մարմինների գործունեությունը եւ սահմանությամբ սահմանված կարգով իշխանությունը ստացված անձանց հարկադրել հրաժարվել դրանից։ Նախապատրաստելով նշված հանցավոր արարքների իրագործումը հանցավոր խմբի անդամները, այդ թվում Արմեն Ալեքսանյանը 2025 թվականի հունվար ամսից սկսած շարժման մասնակիցների եւ համախոհների միջոցով արդեն իսկ հավաքագրել են բազմաթիվ հարվածային խմբերում ընդգրկող 2000-ից ավելի անձանց, խոշոր փողոցներ առանձնացնելու եւ գործողությունները պլանավորելու համար ձեռք են բերել Երևան քաղաքի քարտեզը, շարքից հանելու նպատակով ձեռք են բերել լուսացույցների, էլեկտրաէներգիա եւ համացանցի սնուցման լարերի բաժանարարների գտնվելու վայրերի վերաբերյալ տվյալները, պատվիրել եւ ձեռք են բերել պայթյուններ կատարելու եւ կրակոցներ արձակելու համար նախատեսված հազարավոր հրավտանգ միջոցներ, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների անվադողերը վնասելու եւ տրանսպորտային շարժը կաթվածար անելու համար պիտանի մետաղական սրածայր դետալներ, ասիկներ, տրանսպորտային
միջոցների ապակիներին եւ ճանապարհներին լցնելու նպատակով ներկել եւ յուղեր այդ միջոցները պահել են համապատասխան տաքստոցներում, շարունակել են հարվածային խմբերում ընդգրկվող անձանց հավաքագրումն ուղղված գործողությունները, միաժամանակ խմբերի ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ ունեցած ելույթներով վերջիններից վստահեցնելով, որ նախատեսվող գործողությունները հաջողության հասնելու միակ եղանակն են եւ վերջիններից հրահանգելով իրենց երթին միջոցներ ձեռնարկել խմբերի անդամների զգոնությունը, պատրաստակամությունը, տրված ազդարությունը ցանկացած գնով կատարելու կամքն ամրապնդելու ուղղությամբ։ Արմեն Ալեքսանյանը, Վազգեն Գալստյանը եւ անձնավոր խմբի մյուս անդամները չեն կարողացել ցկել իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքների ավերգության եւ իշխանությունը զարթելու եղանակով անյուրացնելու Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ազգային ժողովի լիազորություններին սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով տիրանալու օբյեկտիվ կողմը կազմող համապատասխան գործողությունների կատարումը ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից դրանք նախապատրաստելու փուլում բացահայտելու պատճառով։ Այսինքն Արմեն Ռոբերտ Ալեքսանյանի մեղսագրվում են հանցանքներ, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 43-308 հոդվածի առաջին մասով եւ 43-419 հոդվածի առաջին մասով։ Թատել չի կարել, հիմա բազմապ խոսքով հանդես կրետ։ Մեկ վարկել չի կարել հիմա։ Մեղադրողները կավարտեն հետո։ Մանշուն եմ ասել, մեղադրողները